ուղումով Բենուա Սողոմոնյանին։ Շատ շնորհակալություն նախաձեռնության համար եւ գործընկերներին նույնպես շնորհակալ եմ։ Ես իմ խոսքի ներածական մասը հենց թրիփով սկսեմ, որովհետեւ ձեր հարցադրումներից մեկն էր թրիփը, պարոն Սուրենյանց։ Թրիփը ուզենք թե չուզենք մեր տարածաշրջանում ինչ-որ նոր իրողություն է ստեղծել աշխարհաքաղաքական։ Ոչ այդքան շատ հիմնավորված, բայց համենայն դեպս ինչ-որ նոր իրողություն է ստեղծել ու մենք այնքան որպես հունիսի 7-ից հետո գուցե ազգային համաձայնության ինչ-որ շրջանակի ներկայացուցիչներ կամ դրան աջակցողներ, այնքան ծանր ժառանգություն ենք ստացել, որ այս նոր իրողության պայմաններում չենք էլ կարող կտրուկ գործողություններ կատարել, ինչքան էլ մեր շահերից շատ բաներ չեն բխում, չենք կարող կտրուկ շարժումներ անել եւ ստիպված ենք այդ իրողությունների հետ հաշվի նստել եւ թրիփի հետ կապված բնականաբար միակ բանը ռեալիստական այս պայմաններում որ պետք է անենք վերաբանակցելն է, նրա պայմանների որոշակի վերաբանակցումն է, որովհետեւ եթե ճահիճ ես ընկնում եւ կտրուկ շարժումներ ես անում, ավելի ես արագացնում քո խորտակվելը կամ երբ որ զրոյական կետից ես սկսում, ինչպես որ ինքն էր ասում։ Իսկ ընդհանուր առմամբ այդ թրիփի հետ կապված ընկալումները, որ փորձում են ձևավորել, իբրև թե դա խաղաղություն բերող գործիք է, դա մոտավորապես նույնն է, ինչ որ եթե ունես մեքենայի անսարքություն, գնում ես ընթացագործի խադավիկի մոտ եւ տեսնում ես, որ խադավիկը քո մեքենայի անսարքությունը վերացնելու համար ոչ թե օգտագործում է, ասենք, մուրճը եւ հայերեն անունը պլասկագուբցին, այլ սկսում է աշխատել լանցետով եւ պինցետով, բժշկական գործիքներով, որով որ մարդու օրգանիզմի հետ են գործանում։ Ինչու եմ այսպես ասում։ Այսպես եմ ասում այն պատճառով, որովհետեւ թրիփի հետ կապված, երբ որ կարդում ենք նաեւ այդ բովանդակությունը եւ լսում ենք այն մեկնաբանողներին, իշխանության ներկայացուցիչներին, ասում են թրիփը տնտեսական փող կապակցվածություն ստեղծելով խաղաղություն է բերում։ Տնտեսական փող կապակցվածություն ստեղծելով խաղաղություն լինում է ժողովրդավարական երկրների միջև հարաբերություններում եւ առանձնահատուկ այլ պայմաններում, երբ որ այդ տնտեսական փոխադարձ կապերը շատ էական են, շատ նշանակալի են, մեկը մյուսի տնտեսությունով է ապրում։ Այդ լիբերալ գործիքով փաստորեն ուզում են ռեալիստական անսարքությունը վերացնել, որը որ մեր տարածաշրջանին բնորոշ չէ, այդ գործիքով հնարավոր չէ խաղաղություն բերել մեր տարածաշրջանին, տնտեսական փոխկապակցվածության գործիքով, նախ եւ առաջ որ Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունները որակական առումով իրար հետ առնչություններ որպես այդպեսին չունեն եւ հնարավոր չի ստեղծել այդպիսի փոխադարձ կապեր, կապակցություններ եւ երկրորդ մեկ այլ կարևոր պայմանը ժողովրդավարության հանգամանքը թե Հայաստանի, թե Ադրբեջանի պարագայում իսպառ բացակայում է։ Հետևաբար մեր ռեալիստական գործիքը անվտանգության եւ խաղաղության համապարփակ անվտանգությունն է։ Անվտանգություն, որը ոչ միայն իմաստը տեխնոլոգիական զարգացած արդիականացված բանակն է, մարզված լավ վիճակում գտնվող ու մեծաթիվ պահեստազորն է, զսպման կարողություններն են, այսինքն ոչ միայն ռազմապաշտպանական համակարգն է, այլև մի քանի այլ կարևոր բաղադրիչներ, որոնց մասին եւս խոսք գնաց պարոն Սուրենյանցի հարցադրումների մեջ, եւ դրանցից մեկը ընկալումներն են։ Անվտանգությունը միայն, ինչպես նշեցինք, ռազմապաշտպանական կարողությունները չի, անվտանգությունը նաեւ ընկալումների, վտանգի ընկալման adekvatության մասին է եւ այդ վտանգի ընկալման կամ անվտանգային ընկալման կառավարելիության մասին է։ Համարժեք ենք արդյոք ընկալում այդ վտանգը, թե ոչ։ Ես անձամբ ունեմ տպավորություն, որ առաջ 10 տարի առաջ կամ 15-20 տարի առաջ մեզ մոտ մի քիչ այսպես շատ էր արխային վիճակը, չափազանցված վիճակը, թերագնահատումը հակառակորդին եւ նրա պատերազմին պատրաստվելուն մեր կողմից ոչ adekvat արձագանքը, նորագույն պատերազմավարման մեթոդներով չկազմակերպվելը,
Հիմա լրիվ ուրիշ ծայրահեղության մեջ ենք ընկել, ազգովի լրիվ ուրիշ ծայրահեղության մեջ ենք ընկել, իսկ հիմա վտանգի ընկալումն է խիստ չափազանցված, զգուշանալը մի բան է, այո, վտանգը ճիշտ դիտարկելը և տեսնել ինչպես են իրենց կարողությունները զարգացնում, դա հասկանալը և ժողովրդին այդ մասին ճիշտ ներկայացնելը և համապատասխան քայլեր անելը, դա մի բան է, բայց մեկ այլ բան է, երբ որ անընդհատ վախը օգտագործվում է, անընդհատ վախեցնում են ժողովրդին, վախը օգտագործում է որպես իշխանություն պահպանելու միջոց, այդ վախը հավաքական վախի է վերածվում, երբ որ խմբի անդամների մի մասը, ում որ բնորոշ չէ վախը, նրա գործողությունները այն պայմաններում, երբ որ խմբի մյուս անդամները վախենում են, բնականաբար արդյունավետ չի լինում։ Եվ հիմա այդ վախը մեզ մոտ ստեղծել է համակարգային որոշակի խոցելիություն, ու մեր հայրենակիցների այն մասը, ովքեր որ քվեարկում են այս իշխանությունների օգտին կամ պատրաստվում են քվեարկել այս իշխանությունների օգտին, ամենակարևոր ստիմուլը նրանց համար, մեր հայրենակիցների այդ մասի ամենակարևոր ստիմուլը հենց վախի գործոնն է։ Վախի գործոնն է, բայց ոչ թե այն իմաստով, որ նրանք մտածում են, որ Փաշինյանից բացի ուրիշ ոչ ոք չի կարող անվտանգային անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել, ոչ, այլ պարզապես նրանք մտածում են այսպես, որ այս պայմաններում անհաղթահարելի է Ադրբեջանը և միակ ձևը այդ վախից խուսափելու, պատերազմից խուսափելու զիջում անելն է։ Զիջում անելն է և զիջում անելու միջոցով պարզապես ժամանակային առումով հեռացնելը։ Սա կարծում եմ կարևորագույն հանգամանքն է խաղաղություն և անվտանգություն ունենալու տեսանկյունից, եթե մեզ բնորոշ է այդ համակարգային խոցելիությունը, երբեք ու երբեք մենք չենք հասնի անվտանգության ու խաղաղության։ Իսկ այս իշխանությունները ուզում եմ կրկնել, որ վախի հանգամանքը օգտագործում են որպես իշխանություն պահպանելու միջոց։ Մյուս կարևոր հանգամանքը, որ վերաբերում է եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին, այս պարագայում վախին որպես մեր հավաքական խոցելիություն գումարվում է նաև ատելությունը, ներքին, ներազգային ատելությունը, եկեղեցու դեմ արշավը մարդկանց բաժանում է տարբեր բանակների, եկեղեցու կողմնակիցներ և, չգիտեմ, հակառակորդներ, օրինակ այսպես ասենք, կամ Փաշինյանի կողմնակիցներ, հակառակորդներ, և վախին գումարվում է նաև մեկ այլ կարևոր հանգամանք ատելությունը, ներազգային ատելությունը, անհանդուրժողականությունը, որը էլ ավելի խոցելի է դարձնում մեզ։ Եվ երրորդը, որը որ վերաբերում էր դեմոգրաֆիային, իմ գործընկերը Էդգար Ղազարյանը հղում արեց փակվող դպրոցների հանգամանքին, ես ևս ուզում եմ սա շեշտադրել։ Այո, այսօր 230 դպրոց հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության անվան տակ կանգնած է փակման առաջ, և դրա չափանիշը պարզապես 100 աշակերտն է, շատ մեխանիկական այսպես որոշում։ 100 աշակերտ կա դպրոցում, կպահենք, 100 աշակերտից ցածր է, 99 աշակերտ է, ուրեմն այդ դպրոցը պետք է փակենք։ Այդ կարևորագույն խնդրի վերաբերյալ, ես չգիտեմ, brainstorm անելու 5 րոպե ժամանակ էլ երևի չեն նվիրել այդ լավ կանխավարկածով իհարկե, և այսպիսի որոշման են եկել։ Արդյունքում 215 բնակավայր, որտեղ որ դպրոցը միակ դպրոցն է, 215 բնակավայր, գյուղերի մասին է խոսքը, 215 գյուղ կանգնում է դատարկման առաջ, դատարկման սպառնալիքի առաջ։ Այդ 215 գյուղերի 1/4-ը, 55 գյուղը գտնվում է Սյունիքի մարզում։ Ներողություն, գտնվում է սահմանամերձ շրջաններում։ 55 գյուղ սահմանամերձ գյուղ է, որը որ կանգնած է դատարկման առաջ։ Եվ այդ 55 գյուղի կեսը գտնվում է Սյունիքի մարզում։ 27 գյուղ սահմանամերձ այդ կարգավիճակը ունեցող Սյունիքի մարզում են գտնվում։ Եվ մի կարևոր վիճակագրություն էլ նշեմ, որ վերջին 5 տարիների Հայաստանի Հանրապետության մարզերի դեմոգրաֆիական ցուցանիշների այդ վիճակագրության տեսանկյունից ամենավատ
ցուցանիշը ունի հենց Սյունիքի մարզը, որտեղից ավելի քան 10,000 մարդու բացասական բան է եղել, այսինքն արտահոսք է եղել։ Սյունիքի մարզի բնակչությունը ավելի քան 10,000-ով պակասել է։ Այսքան է երևի, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ շատ համապարփակ խոսքի համար, ելույթի համար ձայնը տալիս եմ